փոխաբերական իմաստով քաղաքական ժողովրդավարական դեբատները իրենք նեգատիվ դեր չեն խաղում արտաքին քաղաքականության մեջ, բայց ինչ մենք ունենք Հայաստանում, ինչ դուք նկատի ունեք, դա ներքաղաքական կյանքի հետ կապ չունի, դա արտաքին քաղաքական դրսևորումներ են Հայաստանի ներսում։ Ես գիտեք, մենք շատ ինֆորմացիա ենք տիրապետում եւ չնայած հիմա ով չի շատ ինֆորմացիա է տիրապետում։ Մեր ընդդիմության մի հսկայական հատվածի կամ ամենաակտիվ հատվածի խոսույթները եւ քաղաքականությունները մշակվում են Հայաստանից դուրս։ Իրենք ներքաղաքական կյանքի հետ ոչ մի կապ չունեն։ Իրենց կապը արտաքին քաղաքական օրակարգերի հետ է եւ իրենք արտաքին քաղաքականության ներքին արգելակներն են, այսպես ասենք։ Իսկ ժողովրդավարական կյանքը, ժողովրդավարական երկրին եւ ժողովրդավարական կառավարության չի կարող թույլատրել կամ չի կարող խանգարել, որովհետեւ դա քննարկում է, դեբատ է սկզբունքների շուրջ եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց ել եմ ասում, այն ինչ որ դուք նկատի ունեք, ընդդիմության սեգմենտում մենք ունենք ընդհանրապես արտաքին էմիսարներ, որոնք կատարում են արտաքին հանձնարարականներ։ Բառից բուն ուղիղ իմաստով, եւ դա կարծում եմ ակնհայտ է։ Եվ այստեղ խնդիրը հարցը, որը քննարկվում է այդ հարաբերությունների մեջ, եթե ներքաղաքականի կոնտեքստում նայենք, մի բանի մասին, Հայաստանի Հանրապետությունը պետքա լինի անկախ պետություն, թե պետքա չլինի անկախ պետություն, թե պետքա լինի պսևդո, այսինքն այն որ ասում են ԱՆՄ կա, ԱՄՆ չկա, տենց։ Այսինքն մենք այս երկու օրակարգերի մեջ եւ խաղաղության օրակարգն է սրա հետ կապ ունի, որովհետեւ խաղաղությունը ինքը անկախության գործոն է, կոնֆլիկտը ինքը կախվածության գործոն, ինչի մասին ես խոսել եմ, որ այդքան շահարկում են, երբ որ ասել եմ, որ Ղարաբաղի հարցը օգտագործվել է Հայաստանի պետականությունն, անկախության զարգացումը թույլ չտալու համար։ Հիմա այդ թվում ներքաղաքական որոշ ուժեր, ավելի ճիշտ ներքին դաշտում գործող որոշ արտաքին ուժեր դժգոհ են նրանից, որ Հայաստանը հաղթահարել է, ոչ թե հաղթահարում է, այլ հաղթահարել է այդ իրավիճակը։ Հիմա մենք փորձելու ենք հետ քաշել եւ այստեղ ինչպես միշտ վճռական խոսքը էլի ժողովրդին դառնելու եւ ես համոզված եմ, որ ժողովուրդը չի կարող ինքը իր դեմ գործել։ Արձագանք։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, հանգամանալից պատասխանի համար։ Ես ձեր պատասխանի մեջից առանձնացնում եմ մի շատ կարևոր հարցադրում, որը այսպես մի հարցադրում է, որը կարող է այս պահին պատասխան չպահանջի, բայց ինքը ամբողջովին պատասխանի մեջ է։ Մենք ուզում ենք պետություն ունենալ, թե չենք ուզում պետություն ունենալ։ Եթե մենք ուզում ենք պետություն ունենալ, ուրեմն մեր արտաքին քաղաքականությունը պետք է միտված լինի մեր պետություն ունենալու խնդիրը լուծելուն։ Եթե չենք ուզում պետություն ունենալ, ապա պարզ ասեմ, մեզ արտաքին քաղաքականություն պետք չի։ Կարող ենք փակել արտաքին գործերի նախարարությունը եւ գնալ տուն։ Ձեր մեկնաբանությունը, շնորհակալ եմ։ Պարոն Թորոսյան, ես կարծում եմ, որ ձեր նշած հարցը այլևս մեր իրականության մեջ չկա։ Այդ հարցի պատասխանը տրվել է։ Տեսեք հիմա Հայաստանում եւ Հայաստանից դուրս կան մարդիկ ուժեր, ովքեր խոսում են Հայաստանը կործանվում է, Հայաստանը է անում, Հայաստանը է անում։ Հասկանում եք, իրանք ուրիշ երկրի մասին են խոսում։ Իրենք Հայաստանը չեն ճանաչում։ Ուղղակի Հայաստանը չեն ճանաչում։ Իրենք այդ բան կա, չէ՞։
Գուցե ուրիշ երկրի տեսանկյունից Հայաստանի մասին են ասում, բայց այդպիսի բան կա, չէ, որ այսօր այո, շատ ծանր, շատ բարդ process-ների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության առաջնորդությունը եւ ժողովուրդը գտնվում են ուրիշ հարթության մեջ։ Իրանք ուրիշ կինոյի մեջ են, մենք ուրիշ պատմության մեջ ենք։ Իրանք բառից բուն իմաստով Այդ բացակայությունը եւ նաեւ հնչող հայտարարությունները, որոնք adekvat չեն, գիտեք ինչի՞ց է։ Իրանք ուրիշ կինոյի մեջ են։ Իրանք ուրիշ կինոյի մեջ են։ Այդ կինոն ավարտվել է վաղուց, բայց իրանք շարունակում են այն որ վերջում գնում է բան, չէ, այն որ վերջում գրում է բան վերջ, հետո այդ նկարահանումներից դրվագներ են, չէ, ցույց տալիս, որ ասում են հետաքրքիր կտորներ նկարահանումներ։ Հիմա իրանք այդ բանի հետ այդ նկար, հիմա ես այսօր բան եմ անում, կարդում եմ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի հայտարարությունները, ասենք այդ կինոյի վերջի հետաքրքիր դրվագներ նկարահանման ընթացքից, կադրեր, որ դուրս են մնացել կինոյից։ Հասկանում եք, կինոն ավարտվել է։ Իրանք շարունակում են այդ կինոն ավարտվել է, այդ բանի այդ բանից խոտանված կադրերը հանում են հետևից կպցնում, խոտանված կադրերը հանում են հետևից կպցնում, ու այդ կինոյի սցենարը նրա մասին է, որ Հայաստանը կործանվում է, որովհետև իրենք իրանց բանով, իրանք սոցիալ հոգեբանությամբ, իրանց գործունեության օբյեկտը կործանվող Հայաստանն է։ Երբ որ Հայաստանը չի կործանվում, իրանք չեն կարողանում այդ Հայաստանի հետ հարաբերվել, որովհետև իրանց կուլտուրան կործանվող Հայաստանի հետ հարաբերվելն է։ Եվ իրանք դա ինքնապահպանության բնազդն է, որպես իրանք լինեն, պետք է լինի Հայաստանի կործանման սցենարը։ Երբ որ չկա Հայաստանի կործանման սցենարը, տեսեք, հիմա ինչ է տեղի ունեմ, ես ներողություն եմ խնդրում, շատ ճիշտ դիտարկում էր արել, պարոն Ռուբինյան նոր բանից տենց պարապությունից սոցիալական ցանցի էջը ինչի ընդդիմությունը ինչի է բացակա, որովհետև սենց իրանց բոլոր թեզերը ջարդվել են, իրանց բոլոր թեզերը ջարդվել են, սրանից առաջել են ջարդվել, դրա համար է, որովհետև բանը իրանց մոտ այդ վերջին կադրերն էլ է պրծնում, չկա, որ բերենք հետևից կպցնեն և ասեն հետաքրքիր դրվագներ, որովհետև հիմա իրանք գան ինչ հարցնեն, չի կարա տենց անընդհատ խոտանված կադրերով քաղաքականություն վարել, խոտանված կադրերով կինոն շարունակել, որովհետև մարդիկ ձանձրանում են, իսկ այս պատմությունը, այն պատմությունը, որը մենք ենք ներկայացնում, այդ պատմությունը հետաքրքիր է, ինչի, երկու պատճառով, որ ինքը նախ նոր է սկսել եւ իր մեկնարկի եւ շարունակության տրամաբանությունը բոլորովին ուրիշ բանի մասին է։ Այս է ամբողջ պատմությունը։ Այնպես որ մի զարմացեք, որ մարդիկ ասում են, կործանվում է, այս անում են, նայում ես ասում ես լսի, այս ինչի մասին են խոսում։ Հա 20 թվին դրա մասին խոսեին 21, 22 եւ այլն եւ այդ հասկանալի է։